Ով կմտածեր, որ Անգելինայի և Հենրիի հարսանիքի օրը ոչ միայն լինելու է սերիալի ամենասպասված պահերից մեկը, այլև դառնալու է մի մեծ բեմ անակնկալ վերադարձի համար։ Մենք արդեն տեղեկացրել էինք ձեզ, որ հարսանիքի նկարահանումները վերջապես կայացել են։ Մթնոլորտը տոնական, դերասանները բարձր տրամադրությամբ, հանդիսատեսը սպասման ամենավերջին փուլում։ Բայց արի ու տես, որ կադրից դուրս տեսանյութերում մեր աչքից չվրիպեց մի դեմք, որին Դիանա Գրիգորյանի սերիալներում վաղուց չէինք տեսել։ Լեռնիկ Հարությունյանը վերադարձել է։ Այո, շատ ճիշտ հասկացաք։ Բոլորիս կողմից սիրված շնորհալի դերասան Լեռնիկ Հարությունյանը կրկին նկարահանվում է Դիանա Գրիգորյանի նախագծում։ Սերիալի ընթացքում նա առաջին անգամ կներկայանա հենց հարսանիքի ժամանակ։ Մի պահ մոռանանք սերիալի ինտրիգները։ Միքայելի հերթական դավերը, Հենրիի երկակի կեցվածքը կամ Սոսի կուրացած վրեժը։ Այս վերադարձն ինքնին սենսացիա է։ Դերասան, ով տարիներ շարունակ եղել է Դիանայի սերիալների անբաժան մասը, նրա նախագծերի գլխավոր հերոսը հանկարծ դադարեց նկարահանվել Դիանայի սերիալներում։ Շատերն արդեն վստահ էին, Լեռնիկը վերադառնալու ցանկություն չունի, իսկ Դիանան այլևս չունի դեր, որ արժանի լինի նրա խաղին։ Բայց պարզվում է սխալվել ենք բոլորս։ Ինչպես տեսնում ենք, Դիանան կրկին հասցրել է մեկ քայլ առաջ լինել։ Մի կողմից սերիալում զարգացող լարված դինամիկան, բոլոր հերոսների ճակատագրերը խճճված ու անորոշ վիճակում։ Մյուս կողմից խաղի նոր գործոն։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Միքայելը, ով վերջապես համոզել էր Ավագին ու Վիկտորիային, որ իրենց համաձայնությունը տա իր իսկ լռության դիմաց, այժմ մի նոր մտադրություն ունի։ Սոսի վրեժից ու Աննայի ճշմարտությունից փախչելու համար նա արդեն ստիպված է լինելու նոր համախոհներ գտնել, իսկ ինչու ոչ, նաև նոր թշնամիներ։ Եվ այդ պահերին խաղ է մտնում Լեռնիկ Հարությունյանի կերպարը։ Նա հարսանիքի ժամանակ հայտնվում է ոչ թե պարզապես որպես հրավիրյալ կամ հյուր։ Նրա հայտնվելը, վստահ ենք, լինելու է ոչ միանշանակ։ Չի բացառվում, որ Լեռնիկի կերպարը կապ ունենա Անգելինայի անցյալի հետ կամ Սոսի հետ։ Միգուցե նա հայտնվի որպես Սոսի ընկեր, ով տարիներ շարունակ փնտրել է նրան, կամ նույնիսկ ավելի զարմանալի, որպես նախկին բժիշկ կամ իրավապահ, ով գիտի ճշմարտությունը։ Մի բան հաստատ է, նրա վերադարձը լինելու է որոշիչ, ոչ միայն սերիալի զարգացումների համար, այլև Միքայելի ու Հենրիի ծրագրերի համար։ Դիանա Գրիգորյանը կադրից դուրս խոստովանում է, որ այս պահին սկսվում է սերիալի ամենահետաքրքիր շրջանը։ Ոչինչ պատահական չէ։ Ամեն ինչի կենտրոնում, ինչպես միշտ, Անգելինան է։ Նա արդեն ամուսնացած է Հենրիի հետ, բայց իրականությունը, որից նրանք երկուսն էլ փախչում են, շուտով կբախվի իրենց ճակատագրի հետ։ Իսկ Լեռնիկի հայտնվելը հենց այն պահն է, երբ սերիալում սկսվում են ճակերտներով ասած հարսանիքից հետո զարգացումները։ Այդտեղից են սկսվում կյանքի ամենադաժան փորձությունները։ Այսպիսով, սերիալը նոր շնչով է վերադառնում, որովհետև եթե Լեռնիկ Հարությունյանը վերադարձել է, ուրեմն պատրաստ եղեք մի մեծ շրջադարձի։ Հարգելի հետևորդներ, արդյոք ուրախ եք Լեռնիկին տեսնել Վերջին զանգ սերիալում։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։